Ասում են, քիչ իմանաս, շուտ կքնես։ Ես երբեք չէի հասկանում այս խոսքերի իմաստը մինչև անցյալ 3 շաբթի։ Հիմա ամեն ինչ կտայի, որպեսզի վերադառնայի անցյալ եւ չիմանայի ճշմարտությունը։ Իմ անունը Նարեկ է, 26 տարեկան եմ։ Միշտ կարծել եմ, որ իմ ընտանիքը կատարյալ է։ Ծնողներս Աշոտ Նոգայանեն ամուսնացած են արդեն 32 տարի։ Նրանք բոլորի համար օրինակելի զույգ էին։ Հայրս իմ հերոսն էր։ Նա աշխատում էր օր ու գիշեր, որպեսզի ես կարողանայի սովորել։ Մենք նման էինք ջրի երկու կաթիլի, նույն հումորը, նույն ծիծաղը։ Ամեն դեպքում ես այդպես էի կարծում։ Ամեն ինչ սկսվեց մի անմեղ կատակից։ Ընկերներով խոսում էինք ԴՆԹ տեստերի մասին։ Ես որոշեցի գնել մեկը զուտ հումորի համար, որպեսզի ապացուցեմ հորս, որ նա իտալական արմատներ չունի, ինչպես միշտ սիրում էր պարծենալ, իբր տատիկի կողմից։ Մտածում էի, արդյունքները շրջանակի մեջ կդնեմ ու կնվիրեմ նրան ծննդյան օրը, որպես կատակ։ Անձնեսի տեստն ու մոռացա դրա մասին։ Մեկ ամիս անց եկավ պատասխանը։ Ես բացեցի նամակը ժպիտով։ Նայեցի ազգությանը, ոչ մի իտալական հետք։ Ծիծաղեցի, մտածելով դե պապ, պատրաստվիր կատակներիս։ Բայց հետո ես սեղմեցի ազգականներ կոճակը, եւ ժպիտս անհետացավ։ Ցուցակի ամենավերևում հայր նշումով գրված էր ոչ թե Աշոտ, այլ Վարդան Ավագյան։ ԴՆԹ համընկնումը 49.9%։ Սիրտս կանգ առավ։ Վարդան Ավագյանը Քերի Վարդանը։ Հորս լավագույն ընկերն է։ Նա եղել է նրանց հարսանիքի քավորը։ Նա միշտ մեր տանն էր իմ ամբողջ մանկության ընթացքում։ Ես չկարողացա մնալ աշխատավայրում։ Գնացի մորս մոտ։ Նա տանը մենակ էր, գիրք էր կարդում։ Ես մոտեցա նրան, հեռախոսս դրեցի նրա դիմաց ու հարցրի. «Մամ, ինչու է այս ծրագիրը ասում, որ իմ հայրը Քերի Վարդանն է»։ Երբեք չեմ մոռանա նրա դեմքը։ Նա միանգամից գունատվեց, ձեռքերը սկսեցին դողալ, նա չփորձեց հերքել։ «Նարեկ, դա շատ վաղուց էր», շշնջաց նա։ Ես ու հայրդ վիճել էինք, բաժանման եզրին էինք։ Վարդանը կողքիդ էր։ Կողքիդ էր։ Գոռացի ես։ Նա իմ ամբողջ կյանքում մեր կողքին է եղել։ Դուք ստել եք ինձ 26 տարի։ Դուք ստել եք հորս։ Այդ պահին դուռը բացվեց։ Հայրս տուն մտավ, նա տեսավ իմ զայրույթը եւ մորս արդյունքները։ «Ինչ է պատահել», հարցրեց նա իր հանգիստ ձայնով։ Մորս չկարողացավ խոսել։ Ես էլ չկարողացա։ Հայրս նայեց հեռախոսից, հետո մորս ու կարծես ամեն ինչ հասկացավ։ Նա ծերացավ մի վայրկյանում։ «Դա Վարդանն է», հարցրեց նա ցածրաձայն։ Մորս գլուխ առեց։ Հայրս չգոռաց։ Նա պարզապես շրջվեց, վերցրեց մեքենայի բանալիները ու դուրս եկավ տնից, առանց մի խոսք ասելու։ Անցել է 3 օր։ Հայրս ապրում է էժանագին հյուրանոցում։ Նա չի պատասխանում մորս զանգերին, ինձ գրել է միայն մեկ հաղորդագրություն. «Ես սիրում եմ քեզ, տղաս, բայց ես ժամանակի կարիք ունեմ»։ Իսկ Վարդանին, իմ կենսաբանական հորը, ես արգելափակել եմ բոլոր տեղերում։ Ես այս տեստը արեցի կատակի համար, բայց արդյունքում սեփական ձեռքերով քանդեցի իմ ընտանիքը։ Մորս մենակ լաց է լինում տանը, հայրս հյուրանոցում, իսկ ես չգիտեմ, թե ով եմ իրականում։ Եթե ձեր ընտանիքում գաղտնիքներ կան, թողեք դրանք թաղվան։ Որոշ ճշմարտություններ չարժեն այն ցավը, որը նրանք պատճառում են։